Ապրիլի 15-ին կոմպոզիտ մետալ ընկերության կողմից երրորդ անգամ Փամբակ համայնքի միանգամից 3 բնակավայրերում հրավիրված լսումներն ավարտվեցին չսկսված։ Փամբակի բնակիչներից մեկն առաջարկեց լքել լսումների վայրը։ Չդիալ համարեք ես Բնակիչները միահամուռ լքեցին տարածքը, պատճառաբանելով, որ կոմպոզիտ մետալի ներկայացուցիչները լսումների էին եկել ուժայինների ուղեկցությամբ։ Մեր արոտավայրերին է վնասելու, մեր բնությանը, մեր հանդերին բնակիչներն են ասում։ Մեկն արդեն աշխատում է, էս էլ որ եկավ փոշու մեջ կխեղդվենք։ Ուզում են մարդկան սաղից գյուղացած խոթարները վեր ունեն, բրնեն, քանդեն, այդ փոշուց էլ ապեր թունավորվենք, դրախաթեր դեմենք չենք։ Մի հատ իմանանք ով է բերել էլի, որ ասենք այդ մարդուն դիմենք, ասենք էլ չգաք։ Չենք ուզում ու վсё։ 3 անգամ գալիս են ամոթել էլի, չեն ուզում ու վերջ։ Ամեքը մերկու հատ անասունապայեմ խոտա հնձեմ, այդ խոթարքները փչցնեն, մարդկանց ինչ-որ բաները փչցնեն, խիչ չի կարել էլի։ Ճիշտն ասած նրանց էլ չենք համաձայն, եթե նրանց էլ թույլատրենք, թունելային ենք թույլատրել։ Փամբակից Վրեժ Անտոնյանն ասում է, մեր գյուղից արտագաղթ համարյա չկա։ Հողուջրով մարդիկ ապրուստ են հոգում։ Հանքը բացվեց, միայն իրենց գյուղը չի տուժելու, այս նույն փոշին Վանաձորել է հասնելու։ Երրորդ անգամ համայնքը 3 յուղի 3 համայնքի բնակիչներ չեն ուզում այդ հանքը բացվի, էլ իրանք գալիս են, այդ թանքը որ բացվեց թոզի մեջ կորելու է, այս համայնքները թոզի մեջ կորելու է։ Մենք մենակ յուղն ենք ասում, իրական համայնքն էլ վտանգի տակ։ Քարաբերդի ոսկու հանքը 10 տարի շահագործում էր հայերից չեխերին անցած Ասատ ընկերությունը, որի վերջին լսումները Քարաբերդում 2023-ի դեկտեմբերին էին, լիցենզիայի ժամկետի երկարաձգման, բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շմակ հաշվետվության վերաբերյալ։ Մինչ Ասաթը գործընթաց սկսեց շահագործման իրավունքի ժամկետները երկարաձգելու նպատակով Լոնդոնյան բորսայում ցուցակված և նույն ընկերության կազմում գործող մեկ այլ Մասիս Պլանտ չեխական ընկերություններ 2024-ի հուլիսին Քարաբերդում լսումներ հրավիրել, նույն տարածքում ոսկու հանքը շահագործելու նպատակով։ Եվ Ասաթի և Մասիս Պլանտի նախորդ հանրային լսումները Քարաբերդում միանշանակ չէին ընդունվել։ Բնակիչները սկզբում դեմ էին արտահայտվել, հետո ինչ-ինչ հանգամանքների բերումով համաձայնել, որ գյուղում մնա Մասիս Պլանտը։ Քանի որ Քարաբերդի ոսկու հանքը ներկայում բաց է շահագործման համար, 2024-ի աշնանը կոմպոզիտ մետալ ընկերություններ լսումներ նախաձեռնել ու մերժվել բնակիչների կողմից։ 2025-ի հունվարին ևս բնակիչները դեմ էին արտահայտվել կոմպոզիտ մետալին, ինչպես այս անգամ։ Ընկերության ներկայացուցիչ Վահան Զախարյանը քաղաքացու ձայնի հետ զրույցում հերքեց փամբակցիների մեղադրանքները, թե ուժայինների ուղեկցությամբ են եկել։ Մենք ոչ մեկի վրա հատուկ ջոկատային չենք բերել։ Մարդկանց պես կազմակերպվածություն կար, որ ներս չմտնեն։ Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հարցազրույցից հրաժարվեց, ասաց բնակիչների հետ է։ Հարցազրույց չեմ տալիս, դուք ստեղ ներկա եք, ամեն ինչը տեսաք։ Դիրքորոշումը իմ ժողովրդի կարծիքն է։ Ավականու անդամ Նայրա Հարությունյանն էլ ասաց, ավականին գործընթաց կնախաձեռնի, եթե 3 բնակավայրերի բնակիչները դիմեն։ Մինչև Փամբակի Քարաբերդի բազումի բնակիչները չգան ավականուն, ասեն, որ մենք փոշմանել ենք, մենք կողմ ենք, մենք դեմ ենք ստորագրելու։ Եթե մենք կարանք նենց անենք, որ էլ չգան, այդե կանենք։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը հանքարդյունաբերողի կողմից նույն համայն երրորդ անգամ գալը սոցիալ-հոգեբանական տեռոր է որակում։ Ասում է, խնդիրը օրենսդրական բացերի հետևանք է։ Եթե համայնքներն օրենքով կարգավիճակ ստանան, այսպիսի իրավիճակներ չեն լինի։ Այնպես չի, որ մյուս ընկերությունը ասենք որ աշխատել է կամ ցանկանում է աշխատել, այնպես չի որ միանշանակ ժողովուրդը նրան հայ ասելու տենք չի։ Այնպես չի որ ամեն ինչ լավ է աշխատել նախկինում, այնպես չի որ հաշվի արել ժողովուրդ, դա չի հարցը։ Հարցը նրանն է որ երրորդ անգամ արդեն ժողովուրդը ասում է չէ, բայց նորից գալիս։ Մենք առաջարկել ենք, օրինակ մեկը ես, որ օրենսդրական փոփոխություններ իրականացվեն, այսինքն եթե համայնքը 2 անգամ մերժում է, համայնքը ձեռք բերի իմունիտետ, այսինքն նույն ընկերությունը 3 տարի, 4 տարի կամ նրա այդ փոխկապակցվածը չկարա գա նորից այդ համայնքում լսումներ անի։
Հաշվի առնելով Փամբակում բնակիչների դեմ լինելը, Քարաբերդ եւ բազում բնակավայրերում եւս լսումները չեղարկվեցին։ Հիշեցնենք, որ դեռ 2024-ի հոկտեմբերի 1-ին Մասիս Պլանտը դիմել էր դատարան, պահանջելով պարտավորեցնել Փամբակի ավականուն Մասիս Պլանտի կողմից Քարաբերդի ոսկու հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տալու մասին որոշում ընդունել։ Դատարանը վարույթ էր ընդունել հայցն ու գտել, որ համայնքի ավականուն Քարաբերդի ոսկու հանքի վերաբերյալ որոշման ընդունումը չարգելելը ընդերք օգտագործման հնարավորություն է տալիս երրորդ անձանց, ուստի հայցի հնարավոր բավարարման դեպքում ավականուն պարտավորեցնելը անհնարին կդառնա։ Հենց այս նպատակով էլ որպես հայցի ապահովման միջոց Մասիս Պլանտը նաև միջնորդություն էր ներկայացրել, որով ըստ էության դատարանն արգելանք է կիրառում նշյալ հանքավայրի հետ կապված երրորդ անձանց հնարավոր գործունեության վերաբերյալ ավականու գործողությունների վրա, որը բավարարվել էր։ Այլ կերպ ասած, մինչ դատական հայցի ավարտը նշված հանքավայրի հետ կապված որևէ այլ կազմակերպության գործունեության վերաբերյալ ավականին որևէ գործառույթ իրավասու չէ իրականացնել։ Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ օրեր անց վարչական դատարան էր դիմել նաև կոմպոզիտ մետալը դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու պահանջով, ինչը մերժվել էր։ Նույն տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2025-ի ապրիլի 15-ին էր նաև Մասիս Պլանտի ավականուն վերաբերող հայցով նախնական դատական նիստը, որի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Փամբակ համայնքից։